ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Մի խոսքով հեզ ու խոնար աղջիկա ու լրիվ համապատասխանում է մեր հայացքներին ու գաղափարներին։ Այդ ուր դուց եք գցե բնի, որ ինձ մի ընկերու եղեք։ Լավներ, մաշներ, մխո։ Ինչի պետք է վարուժ եկնեք ու ընկերու տուն։ Դե ես էլ էի դες մտածում, որ հնարավոր չի։ Բայց եթե դες բան ա եղել, պետք է սատ կստենք իրան։ Էլ ուրիշ տարբերակ չկա։ Հələ որ մտածում եմ այդ աղջիկա այդ պետք է ծանոթանամ, չի։ Անուշիկին ոնց որ ավելի սկսեմ սիրել։ Բայց քեզ ով է այս տիպում ծանոթանա սիրային։ Լավ մաշնա է, բեր։ Ապեր ես մատ հել եմ խանութ։ Գոմ։ Գնա։ Սիրտդ ինչ ա քաշում։ Ինչ ուզում ես բեր։ Դեք։ Բարև։ Վապեր։ Նստեք։ Ինչ եք լավ եք։ Գործերն ինչ է։ Գոհ եք ձեր գործից։ Որ աշխատանքից։ Մենք ճիշտն ասած երկուսս էլ երկու տեղ ենք աշխատում։ Արա հա, դուք երկու տեղ կաշխատեք։ Ուրեմն չի եղնում, չի։ Չէ դու ասա ապեր, եթե լավ գործ կա, մենք կլինիկայից դուրս կգանք։ Ինչի կոչեք կլինիկայից։ Դե մեջը փող չկա էլի։ Հմբո։ Հմբո։ Դու ստեղ չես ծո։ Կսեմ լավ է գործդ։ Հայո։ Չես կա ստեղ աշխատինք։ Դու ոնց չենք ուզի։ Դու ասա ինչքան է ապեր։ Տոլը սպասի հասկանանք կաշխատիկ, չեք աշխատիկ, կրնակ աշխատիկ, չեք կրնա նոր փողից կխոսենք։ Վայ, կարանք Մելո ջան։ Հմբո, դու ինչ կարծիք ես։ Կաշխատենք։ Ինչ եղել որ։ Հապ ջան, այն երկու տեղը կես դրույքով կաշխատենք, որ ստեղ էլ կարանանք աշխատենք էլի։ Մենակ թե դու ինձ հիմա ասա թե ինչ գործ է։ Հա, վատ գործ չէ, ցեխից երշիկները կբարձեք ավտոն, ձեզ հիմար կտանիք դեպի պայես, դու այդ կարգի էլի։ Հա։ Իսկ ուրիշ լավ գործ չկա ապեր։ Կար։ Հադում կար ընձի տվին։ Այդ որ կես դրույքով աշխատիկ, ստեղ 30,000 փող կառնիկ։ Է շատ լավ է, այնտեղ մի դրույք ենք աշխատում 35,000 ենք ստանում։ Դե ավելի լավ։ Որովհետև ես Արև Շաջյանին կսեմ, եկուց կուկակ, գործին կծանոթանաք, տարածքին կծանոթանաք, պայմանների մասին կխոսակ, կուկակ աշխատելու։ Ոնց։ Այդ Արև Շաջյանն ասել որ մեզ կանչես։ Հա, Արև Շաջյանն է ձեր համարսը։ Ինչի գժպտաս քաչ։ Ասում եմ դե լավ է էլի որ պահանջարկ ունենք։ Հա։ Հա, չէ։ Հա։ Էժան աշխատուժի պահանջարկը միշտ է մեծ։ Քաչ ջան։ Լավն է, չէ։ Շնորհակալություն։ Չէ, դե շնորհակալի քարիք չկա, կրվածս եմ բերել։ Բայց Ռուշտունես մեր գրազի մասին ոչ մի բան չգիտի, չէ։ Դու չէ, ցավոտ անեմ, ոնց պայմանավորվել ենք, մի անհանգստաց, չեմ ասում։
Կաղա Ռուշտունը։ Հիմա էլի մտնեմ բաղնիկ, հա։ Սպասի տեսնեմ ով անոր։ Ես ինչ դու խոտա։ Հա, ինչի է տոնը, որ սովորական դու խոտա։ Բերտենավ հալ այդ դուխին։ Ինչի։ Ասում է բերել է։ Ապեր, մենա գորոցը չգցես, ուրիշ բաներ չմտածես, էլի ես այս ամեն ինչ կբացատրեմ, ես լրիվ ուրիշ մոմենտ է, այս գրազի մոմենտ է աղբեր։ Կներես Ռուշտուն։ Ժողովուրդ, ես ինչ ենք խոսում։ Դու ապեր, էսի նս մոմենտը, որ ես ու Լիլոն գրազ ենք եկել, ինքը ասում էր, որ Ռուշտուն ինչ չի դավաճանի, ես էլ ասում եմ, կդավաճանի։ Հոգու հետ էի խաղում էլի աղբեր։ Հետո նենց սարքեցի, որ մենք տնից դուրս եկանք։ Լիլոն գիտեր, որ մենք աղջիկների հետ պետք է հանդիպենք։ Ծոմինը ասացի աշխատանքի տեղից երկու հատ աղջիկ վերցնի, գա սրճարան։ Դե Լիլոնը եկավ տեսա, որ աղջիկների հետ նստացինք ու տենց էլի այդքան բան ապեր։ Այդքան բան չէ։ Ես նենց ահավոր վիճակում էի։ Ես դուխին եմ կրված, դուխինը, դրա համար եմ բերել տվել։ Ուղղակի որոշել ենք քեզ չասենք, որ դու չնեղանաս։ Նե ապեր։ Նրա մտքովս 1000 բան անցավ։ Ասջան, որ խնդրեմ մի հատ կիշնես ներքև քոլ ջան։ Ինչի համար։ Մի քիչ խոսալու բան կա։ Հեռախոսով հնարավոր չի։ Ես չեմ ասողը ցավը տանեմ։ Չէ, չեմ կարա, պապան չի թողի։ Հասջան, խոսքի դու գիտես էլի, մենք ես ոնց ենք հալգում ու սիրում։ Ուղղակի որ մի պահ հալմալացնես, իջնես ներքև, հաց ալնես, երևի տանը հաց չի լինի։ Տենց մենք էլ կտենանք մի երկու բան կփոխանակենք։ Չեմ կարա։ Լավ, Հասջան։ Ախպերն էլ էցոց ստեղ ենք։ Համեստությունը թույլ չի տալիս, չէ՞ որ իջնի։ Հա, բա ոնց, ասում այստեղ ձև չկա իջնեմ։ Ալալա։ Ախպեր ենքան պտի լրվենք, մինչև միամիտ բրնսնենք։ Խմուրը սպեցերել է։ Բա դու գիտես հեշտ աղջիկա սիրտը նվաճել է։ Ասատենամ ինչ ա եղել, լավ բան կա ինձ ասելու։ Երենի հետ կապված ոչ մի լավ բան էլ չկա։ Դու ինձ ասատենամ իլա, մխոնուր ա կորել։ Չի ես ժպտում։ Ընկերներով ինչ-որ աղջիկ են ճարել, հիմա էլ գնացել են տենա։ Լուրջ ես ասում։ Բայց հանկարծ դու դրանից շնեղվես։ Մխոն քեզ ա սիրում, ուղղակի այդ ստիպված անում ա էլի, ձևական բաներ ա գիտում։ Չէ, չեմ նեղվում։ Բայց ամեն դեպքում մերսի ինֆորմացիայի համար։ Խնդրեմ։ Ան կարաս իրենչոյին ասես գոնե զանգերից պատասխանի։ Կասեմ։
Դե գնացի լավ հանկարծ շնեղվես։ Չէ։ Տղենյակ, ասում եմ այսօր լրիվ հերիքա, հելնենք գնանք տներով էլի։ Մենք միջև մութան գնելը ստեղ ենք։ Դե ես գնացի, դուք լղվեք։ Մխում ենք մնանք ստեղ ինչ անենք։ Հա, էլի։ Արա, այսօր ատեսնյակս շատ կարևոր հանձնարարություն է տվյարը։ Այսօր բդի են Անուշիկին Յանի առաջարկություն անեմ։ Այդ Յանին դուրս եկավ, գիտես, չէ։ Այդ են շարունակի։ Բայց մի կողմից է որ չարի, խրգելու է ինձ ուխտերի երգիր արա։ Արա ավելի լավ է քեզի ուղարկի ուխտերի երգիր, քան ստեղ Անուշիկին առաջարկություն անես քո երգերի մեջ ուխտի պես ապրես։ Բա էդ էլ կա։ Elə որ ես մաշնին նվիրած չլեիր, տես դուխով չէիր խոսա, չէ՞ Կարմիր։ Լավ մեքենա է, ապեր։ Նատ, բա ինչ անեմ։ Հիմա իրանք ձեր հայաթում են։ Հա, ինչքան ժամանակ է ստեղ կանգնած են։ Բա ինչի։ Բայց իջնեմ ինչ անեմ, Նատ։ Իջի գնա խանութ, տեսել էի տովա ինչացու է։ Հա։ Երևի տենց էլ անեմ, գիտես։ Վաղը կարող է ուշ լինի, չէ։ Հա, բա իհարկե։ Շանսը ձեռիցդ բաց մի թող։ Բայց իհարկե չմոռանաս, որ դու համեստ ամաչկոտ աղջիկ ես։ Հա, եղավ Նատ ջան։ Լավ, դավայ։ Հենա եկավ ապել։ Մի քիչ կամած կարո։ Գնա մխո։ Ապա հետո կուլտուրական կխոսես։ Բարև ձեզ։ Դուք ուրիկ ջան ես որ թիվն է, որ չես պատասխանում բարևիս։ Ուշեմ իմանունը մխոյա, քունն է իմացել եմ, որ հասմիկա, շատ հաճելի էր, շատ ուրախ էի ծանոթանալու համար հաջողություն։ Ինչի թողիր, որ գնա։ Բա ինչ անեի, պահեի։ Հետևից գնայր բանասող չլներ էդ։ Հələ լավ էլի կարորը, դուք ինձ պետք է խելք սովորեցրեք։ Կարող է դուր եմ ճաղում եմ, մարդը ցանկություն չուներ հետս խոսալու։ Էդ ապել։ Ինչն է էդ։ Իրա սիլտն էլ է կպել։ Հələ կարող լավ չես, ասում եմ հետս մի բար դաժը չփոխանակեց, երեսից չէր ուզում նայր, դաժը դու ասում ես իրա սիլտն էլ է կպել։ Դե սիլտը կպել է, դրա համար էլ չի կադեցը խոսա աղբեդ։ Երևի սիրտը համ կպել է, համ էլ լցվել է։ Ապեր, դուք ինձ արդեն դավադիտ եք անում։ Ես չգիտեմ դուք ոնց, ես գնում եմ։ Աղբել դե մենք սմենով ստեղ կկանգնենք։ Ինչ ուզում եք արեք, ես գնացի։ Ապեր ես ինչ պետք է, ատեցիդ կասեմ, դու հանգարց չմտահոգվես։ Ու ինչ ջղայնացնի։ Դա ոչ մի առաջարկություն էլ առաջ չի լինելու Անուշիկին։ Ես ինչ անեմ այդ տողետ, հա։ Ոնց անեմ դրա հետ։ Բա մարդ էլ իր տողուն այսքան խելք սովորացնի, հա Մարգարիտա։ Իմ հերը, որ ինձ մի բան էր ասում, սա գործեր թողում էի, այդ ասածը ըմբռնում ու իր ասածն է անում։ Վռամ ջան, մեր սերունդը ուրիշ սերունդ էր։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Բարև Կարբիտ։ Ոնց եք Վռամ ջան։ Կարբիտ։ Դու կարաս ասես հենց հիմա այս պահին մխոն ուր է։ Տղա ջան, բարդ հարց տվեցի։ Էլեմենտար հարց եմ տալի, ասում եմ մխոն ուր է։ Չէ, հարցը հասկանալի էր, Վռամ ջան։ Ձեր անհանգստությունն էլ շատ տեղին է։ Վռամ ջան, մի խոսքով շատ ուրախ, շատ մաղարիչով բան ա եղել մխոյի կյանքում։
Հա տղես։ Այդ ցավտան բա շուտ ասա մենք էլ ուրախանանք, այ բալա։ Այսօր մենք ոնց որ սահորը այդ հարցերով ենք էլի զբաղված եղել Վռամձյա։ Հետո մի խոսքով շատ չերկարացնեմ, կարճ ասեմ ասելիքս, մեր ու ձեր մխում սիրահարվել է։ Ինչ ասում է տղա։ Է դու նոր ճոգեցիր։ Մենք այդ շուտվանից գիտենք, բալա։ Ոնց շուտվանից գիտենք, Վռամձյա որ այսօր է սիրահարվել։ Դու տղա ջան, այտենց բան չկա։ Ինքը շուտվանից է սիրահարվել։ Ուղղակի այդ ինֆորմացիան կոմոդ ոնց որ ասած նոր ամոթ գործել էլի։ Վռամձյա, այսօր է սիրահարվել։ Միջև այդ մենք այդ աղջկան չենք ճանաչել։ Ոսի չհասկացա, ինչ աղջիկ։ Մեր համար հասմիկ քուր, իր համար հասիկո։ Տղա ջան, ինչ հասիկո։ Համեստ հասմիկը։ Տղա ջան, ինչ համեստ հասմիկի մասին է խոսքը։ Էս ու խոնար հասմիկը։ Արես տղեն, դու տղա ջան, ես ինչ ես խոսում։ Ինչ հասմիկի մասին է խոսքը, այ ախպեր։ Էս ու խոնար ու ամոթխած հասմիկը։ Լսի կարբիտ, համը մի հանի։ Ես արդեն կմոռանամ, որ ես ու քո հերը մոտիկ ընկերներ ու քայլեր կձեռնարկեմ։ Իա։ Ոչ մի հասմիկի մասին էլ խոսք չի կարող լինել, հասկանում ես ինչ եմ ասում։ Վռամ ջան, մի ջղայնացի, խնդրում եմ։ Հեսա կգա իրան կհարցնեք, Վռամ ջան։ Տղա ջան, ուրեմն հենց հիմա արագի մեջ վեր ես կենում, գնում ես ու մխոին գտնում ես, ասում ես թոտուն գա։ 5 րոպեվա մեջ որ մխոն տանը լինի, հասկանում ես կարբիտ։ Վռամ ջան, ախր հասմիկը շատ անուշ աղջիկ է։ Այ տղա, ես քեզ ասում մխոն 5 րոպեից տանը լինի։ Իա։ Տեսնես այդ մեր ուղտ գզողին, հա? Ես էլ ասեմ, ինչի տուն չի գալիս։ Բա, արդեն ընկերնյակները տարել, ուղեղը կերել է։ Ես ասում եի, չէ որ այդ մեքենան մեր վրա թանկ անստելու, Մարգարիտա։ Ես ասում եի, չէ որ սա թակարդ է։ Յայլո։ Ապեր 3 րոպեից ձեր տանը լինես։ Ինչի՞ համար։ Որովհետև 2 րոպեն անցել է։ Չես գցե, ոնց 2 րոպեն անցել է։ Դե ատեցը 5 րոպե էր տվել, բայց 2 րոպեն արդեն անցել է։ Հələ հուատիսնյակին բանման չես ասի։ Դենես թեթև էլի։ Թեթևը ո՞րն է։ Թեթևն են, որ ասել եմ Հասուի մասին։ Ուֆ, արա։ Ինչի՞ իման ես ասել։ Բահերը դա չիմանա դու ինչ պլաններ ունես առաջիկայում։ Արա ինչ պլանները։ Քո կարծիքով ես պետք է Հասուին ուզեի։ Բայց խի չէ որ։ Արա ինչ արիր դու կարբիտերը։ Այլևս չեմ ուզում քեզ լսեմ։ Սա խառնի իրար արա։ Հա մխո։ Ապենյակ գալիս եմ քեզ վեգալ եմ տնից գնանք Անուշիկենցյան։ Ես ուրիշքան զանգել եմ չի պատասխանել զանգելիս։ Արի ապեր։ Անհնար այդ մարդու հետ աշխատելը։ Չկան կերտը ավելի դժվար կդառնա, ինչքան կերտը ավելի պետար կդառնա։ Նորում իսկականից մի ճղայնանամ սեն որովորությունով է։ Մել, սկիզբը միշտ էլ դժվար է։ Ծառայության վաղտել տենց չէր։ Չէ։ Հիմա ծառայության ժամանակ ավելի հեշտ է։ Այստեղ չգիտես ինչ կկատարվի։ Այսօր կանչել են զի, քսեն չի ծեր հետի ծառայողներին չես բերեք գործին ներգրավել։ Քսեմ եփ սեցիր պարոն Արևշաջյան, որ ես չեմ բերել։ Քսե դե դիա քսեմ էլի։ Ո կտե ծրել է չգիտեմ ինչ կկատարվի։ Որովհետև ոչ իր աղբոր տղեն ես, ոչ էլ ընկերոջ տղեն ես։ Դու իր համար անծանոթ մարդ ես ուղակի։ Բայց ոչինչ։ Ես հիմա Մարգարիտայի հետ նենց մոտ եմ, որ իր հետ գնացել եմ այն օրը խանութ, իր համար շոր ընտրելու, պատկերացնում ես։ Հա, ես դու ենթադրեի, որ ման այսօր կադղել էր։ Քեզ ա թվում։ Դու կտեսնես, որ հիմա ինչքան կգնա, ինքը քո հետ շատ լավանալու է։ Գիտեմ, որ մի բան ասում եմ։ Լսես ուսիկ ինչ դու սկսել ես այդ Մարգարիտայի հետ շփվել, լրիվ վայրենի հետ արել։ Ավելի է վադեցել։ Մելոն, Մարգարիտան Արևշատյանին ինչ ասի, տենց ա լինում։ Քեզիկ թվա։
Լսի, դու գիտես Մարգարիտայի բարեկամներից քանիսն են Արևշատյանի մոտ աշխատում։ Դե չեմ հաշվում։ Իսկ ես ոչ թե հաշվել եմ, այլ ճշտել եմ։ Ավելի շատ Մարգարիտայի բարեկամներն են Արևշատյանի մոտ աշխատում։ Շուտով մենք էլ կդառնանք Մարգարիտայի բարեկամը։ Что ծլավ ծաղկավ բաբոյիդ փողջեն։ Բայց հիմա Անուշիկի ծնողները տանը կլինեն։ Ոչինչ, տուն չենք մտնի։ Կզանգենք ինքը քիշնի։ Մախո։ Հիմա հաստատ որոշել ես Անուշիկին առաջարկություն անես։ Դու եսի մերը։ Սա խառնվել է իրար։ Տեսնյակներին ուխտերի երկրի ուղեգիրը ձերը ինձ է սպասում։ Գակ, ապեր հազիվ մենք էլ սկսեցինք մարդավարի ապրել։ Շնորհիվում ապեր։ Հալավ դու էլ անընդհատ արետը բաց չես թողում քեզ գովալու համար։ Ճշմարտությունը բարձրաձայնելը վատ բան չի համու։ Արա դե ասա թող հանգիստ հաց ուտենք էլի։ Ով ավոր։ Լսում եմ, պարոն Արևշատյան։ Գագիկ ջան, լավ եք ապեր։ Հա, պարոն Արևշատյան։ Ապեր, հուզվաղված չեք։ Ճիշտ ասած, հաց էինք ուտում։ Դե ձեզ բարի ախորժակ ապեր։ Մերսի, պարոն Արևշատյան ջան։ Դե անուշարեք ու գնացեք ցեխ, ընդեղ ձեզ մի քանի կիլո ապրանք կտան, թափով կհասցնեք հրազդան, կտակ իմ լավ աղբոր ու հետ կգաք։ Այդո, բայց լավ կերեք նոր գնացեք։ Հա, թե չէ ես ձեզ գիտեմ, այդ սոված միանգամից կգնաք կանցնեք գործի։ Լավ, պարոն Արևշատյան։ Ուրախացաք չէ, որ հենց ձեզ ասեցի տանեք։ Հա, բավոնց պարոն Արևշատյան։ Դե հենց հիմա փոխվեք, որ չուշանաք։ Դավայ տղեկ ջան, թե չէին քանեք ուտելու իմ նման փոր գծեք։ Այդղա, բադա ձեզ պետք է։ Եղավ, պարոն Արևշատյան։ Ինչ էր ասում ապեր։ Արա այսօ բաբապ չէ։ Գիտի ինքն այդ շուստիա մենք էլ իր հարիֆներն ենք, հա։ Ասում եմ գնացեք ցեխից ապրանք վերցրեք, տարեք հասցրեք հրազդան։ Հրազդան։ Որա ձեն չես անում, կստում են գլխիդ։ Ես ապեր հիմա իմ հանգստանալու ժամին։ Ինչի պետք է իրան գիրոջ համար ապրանք տանեմ, հա, համու։ Գակ, հրազդանում կարոն չէր ապրանք տանում։ Դե կարոին չի կարացի, ասի մեզ ասում, էլի չես հասկանում։ Արա լավ է։ Այս ինչ կյանքա վաբշե։ Արա մենք մեր համար հանգիստ նստած մեր սպագետին էինք ուզում ուտեինք ու մեկ էլ մի հատ ահազանգա գալիս սա փչանում ապեր։ Գակ, իսկ եթե չտանենք ապեր։ Ապեր, ես էլ եմ գիտես այդ ուղղությամբ մտածում։ Կասենք Մելոին ասել ենք, Մելոն չի թողել։ Տենց չի։ Ապեր Մելոն քանի անգամ համոժան մեզ ասել, եթե Արևշատյանը ձեզ մի բան ասում է, ինձ հարցրեք, նոր արեք։ Դե արի գնանք Մելոին ասենք։ Չէ, ապեր Մելոին որ հիմա ասենք, կասի տարեք։ Այս այնց բան չի, որ մեզ կարանա պահի էլի։ Արի մենք էլ տանենք, Գակ ջան։ Վաղը աշխատանքի չենք գնա։ Կասենք հրազդանից ուշ ենք եկել, վիճակի չենք եղել, գանք աշխատանքի։ Դու այ կոկորդիդոս, որ դու վաղը չգնացիր գործի։ Փող չես տան, արա։ Մեր գործանքային է, կաշխատես կստանաս, չես աշխատի չես տանա, չես հասկանում այդքանը։ Բաբեր, այնց են արել, որ վնասը մենակ մենք քաշենք։ Տեսանք եպենյակ։ Անջան դու տանն ես։ Չէ։ Բա երբ տանը կլնես։ Երևի մի կես ժամից։ Ինչի համար ես հարցնում։ Պետք է։ Ուզում ես գաս մեր տուն։ Ես արդեն ձեր շենքի մոտ եմ։ Կես ժամից տանը կլինեմ։ Լավ դե կսպասեմ։ Ջոգից որ իրար հետ ենք։ Չէ, երևի։ Բայց հեսա կես ժամից կգա։ Տեսնյակը սմիտ տարի ոգը դրել է երևի։ Վախից հելախոսս չեմ իլ ուզում միացնեմ, գիտես։
Արևշատյան գակու։ Լսում եմ, պարոն Արևշատյան։ Արա ես հլը չեք գրացել սեղ այդ տղա։ Ես ես չասեցի, որ այդ գնալը շուտ է պետք։ Պարոն Արևշատյան, ճիշտ ասած, Մելոն մեզ չի թողնում, որ այլ գործեր անենք։ Ինչ ասիր արա։ Մելոն չի թողնում, որ Գագո։ Չես լսում, որ զանգում են։ Շշվակ երազեիտ են մամ։ Իբր Արևշատյանն էր զանգել մեզ, ասում էր, ինչի ցեղ չեք գնացել։ Դու էլ ասեցիր, որ Մելոն չի թողել։ Գագ, ապերետի իրականությունը։ Ո՞նց ես ասում, համ։ Հա։ Շատ վատ բան եմ ասել։ Պրինցիպի։ Չէ, ապեր։ Բա որ Մելոն ասի, ինչի ես տենց ասել, ինչ ասեմ իրան։ Համո, ապեր ինչ լավ է, որ դու մի բան անում ես, հետո նոր մտածում ես։ Մարդես այս ժամին ինչի կզանգի, ցածր ծրարը դրծեն։ Արևշատյանն է։ Էլով գիտե, ցածր։ Լսում եմ, պարոն Արևշատյան։ Դու ով ես արա, որ որոշես իմ աշխատողների ինչ անի, այդ տղա։ Դու ես ինչ հրագն ես տալիս կամ ասում, ո՞վ անի, ինչ անի և ո՞նց անի, հա։ Քեզ ում տերես է այդ տղա, բաբուշե։ Ես դրանց ասեմ թափովա պետք անել, այս ապրակը ինքը ինձ դեր կանգնել ասում է, որ Մելոն չի թողում, դու Մելոնով արա, կարաս ինձ ասես Մելոնով։ Ուրա այդ գագոնցը։ Ուրա գագոն։ Այդ ինչ ես էցու Արևշատյանին։ Հա այդ տղա։ Հետ խոսամ ինչ ես է Արևշատյանին։ Մելո ես բան չեմ ասել։ Սատ կծնեմ արա։ Այդ Մելոն ցեզիսել է հանգարց ապրանք չտանիք, հա։ Պես բանսել եմ արա։ Համո դե ասա։ Խոսացո քուետ եմ։ Խոսա այդ տղա բանես Արևշատյանին։ Մելո թող մի հատ վայ։ Դոլենկո մլը դու ստեղ ինչ գործ ունի։ Մելո խայտարակ ես անում արևանների առաջ, թող սրան։ Խոսա այդ տղա։ Մելո ջան, որ դու ասել ես ոչ մի գործ չանեք ապեր, դրա համար համոն տենց ասեց Արևշատյանին։ Արա այդ տղա Մելոն քեզիսել է մի տար, հա, ապրանքը հրազդան։ Մելոն քեզի ընդամենը սել է ձեզ որ բանկ հանձնարեն արի կուրսի պահե։ Դե ավաշ չեք ունե ձեր հրազդաներ տելու Մելոյանն եք տվե արա։ Հա այդ տղա։ Մելո, լավ էլի։ Բարձունքի շեմին ենք, ուզում ես սրանք վրեդ մնան։ Քսատ կծնեմ այդ տղա ցեզի։ Քսատ կծնեմ այդ տղա։ Մելո, տուն գնա, հա։ Վայ։ Պատասխան եք տալու ձեր ասացի համար։ Այ չմոնեշ։ Ես ինչ արիր համո։ Քեզ թվում էր, որ Արևշատյանին չասեի ավելի լավ էր ելնելու։ Ես ինչ եք կողին վրա հարցակվեց, ես իմ համար Անուշիկ։ Իսով էր Անուշիկ։ Նար դու ինձ բան ունես ասելու, եթե ասում ես ասա։ Չէ, մխոն քեզ բան ունի ասելու։ Եթե դու բան չունես ասելու, ուրեմն գնամ։ Ձեր երեքից միասին վեցրած 90,000 փող կգանձվի։ Եթե կարող ես 90,000-ը ջարդես այդ կրակածիների վրա, գնա ջարդի, մարդը 45,000 իրացից փող կպահեն։ Կուլակ նախքին շեֆի։ Պարոն Արևշատյան, ես Մելոյի դիմումը։
Պրինցիպի ապեր։ Թող Մելոնը տենց քյալություն չաներ։ Դու ես։ Սերբուհին եմ։ Ուրեմն եթե ես լինեի քո տեղը վերևում, ինձ պետք է շոշափեր, հա։ Ինչ նորմալ բան ստացվեց։ Ուրեմն քունը գլխիս է եղել, դրա համար եմ ձերտվել։ Ուրիշ բան չմտածես, ցավը տանեմ։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։